կուզեմ շնորհավորել Վարդանանց տոնի գավաթությամբ սիրելիներ, բոլոր Վարդանները, խորենները, կարեկինները, արտագները, արսենները, հմայակները, ներսեսները, համազասները, եղիշեները, վահանները, տաճատները և համապատասխան նաև մագանում ունեցող անձանց։ Այսօր ազգային և եկեղեցական տոն է սիրելիներ, տոնը, որ մեր ազգը քրիստոնեությունը ընդունել է ի վեր, կտոնե և հպարտություն կուտա ամեն մեկ հայ զավակին։ Եվ պզդիկ էինք դպրոց կերթայինք առաջին արտասանությունը, որ կսորվեինք, ինչն էր, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռ եմ ես։ Այն ադեն մեզի համար պարզապես արտահայտություն էր, բայց երբ որ կմեծնանք, կամաց կհասկնանք ինչ է հավատքը, ինչ է ազգությունը և ինչ արժեք ունի ադիկա իմ անձիս համար, ինձի պես հայում համար, այն ադեն հպարտության կապ։ Պատմության ընթացքին մարդկությունը փաստած է, որ պատերազմները մարդուս ճակատագիր կորոշեն։ Պատերազմներով մարդուս ով լավը մեջտեղ կա և ազգիմը ճամփան կհստականա կամ կխաթարի։ Եվ հայը եղած է այդ ռազմական հոգին ունեցողը, որ ամեն պատերազմի մասնակցած է ամեն կնով, բայց հատկապես երբ որ իր նվիրական հավատքին և սրբություններուն տված են, այդ անգամ ինքնազոհաբերությամբ քացած է առաջ։ Բարև ձեզ հայ հորիզոն, ձեզի հետ այսօր լավալի Սուրբ Գևորգ եկեղեցի են ներս, այսօր հոստեղի ունեցավ Վարդանանց դոնի Սուրբ և անմահ բադարակը, որ մատուցեց դեղվույս արժանաբադիվ Դեր Հակոբ Քահանա Քյաթայանը։ Արարողութենեն վերջ ներկաները ուղղվեցան թեպի Բարոնյան սրահ, ուր դեղի ունեցավ գեղարվեստական հայդակիրմը դարձյալ նվիրված Վարդանանց դոնին, գազմագերբությամբ հոգապարծության և հոմի լավալի Շուշի մասնաճյուղին կողմէ։ Օրվան պատգամը փոխանցեց Վիկեն Աբրահամյանը։ Վարդան Մամիկոնյան անչափ լավ գիտեր, որ Սուրբ Գիրքը, որ իր զինվորներուն կքարոզեր, կքաչալերեր մագաբայեցված հին հрьяաներու ապստամբության այդ պատմությունով։ Ուրեմն նույն ձևով մենք ալ այսօր, եթե գուզենք հայ մնալ, մեր ինքնությունը պահել, մեր սրբազան արժեքները պահել, ոչ թե միայն պետք է պիտի զմայլենք մեր անցյալ նախնիներով, այլ իրենց օրինագին հետևելով։ Անկախ ուր ես, Կանադա ես, Միջին Արևելք ես, Հայաստան ես, որտեղ այդ հոգին փոխանցականություն ունի։ Եթե այդ հոգիով մենք ապրենք, կտեսնենք, որ կյանք ավելի խորուն իմաստ ունի, քան մեզի այսօր աշխարհը կծախե։ Քաջությունը գուկա հավատքեն, ասի հայտնի է Սուրբ Գիրքեն, որովհետև հավատքեն է, որ ամեն նվիրական արժեք իմաստ կունենա։ Եթե առնենք Վարդան Մամիկոնյանը, նախ պետք է հիշենք, որ ինքը Սահակ Բարթևի թոռն էր, այսինքն մեծ հայրը եղած էր կաթողիկոս եպիսկոպոս, որ իրեն ներշնչած էր Սուրբ Հոգիի շնորհներով եւ Սուրբ Գիրքի խոսքով։ Ուրեմն մենք ալ Վարդանին նայելով պիտի նախ գիտնանք մեր ազգային պատկանելություն ինչը սեր է, մեր ազգային արժեքները եւ ադոր մեջ են նաեւ մեզի փոխանցված ավետարանը եւ ադորով ապրենք ուր որ ենք։ Այսօր լավ հաշվաբա ես, լավ քրիստոնյա պետք է լաս։ Այսօր լավ փաստաբան ես, արդարություն պիտի նես, բժիշկ ես, հոգով սրտով պիտի վրես, որովհետև հայը իրավունք չունի դգարը լալու։ Հայը պետք է զորավոր լալ ամեն ինչի մեջ։ Գիտակ եւ գիտնալով, որ իր փրկիչը Հիսուս Քրիստոսն է, եւ եթե Աստված մեզի հետ է, ոչ մեկ կրնա մեր արջևը լա, ինչպես կսե Բողոս Արաքյալը։ Շատ շնորհակալ ենք։ Աստված օրհնե, շնորհավոր Վարդանանց տոն։ Այժմ գահաչեմ ձեզի, իմ քաչ նիզակավիցներ։ Մանավանդ, որ ձեզ մեր շատերը քաջությունով բարձր եք ինձ մեր և հայրենական քավար բարձր եք։ Բայց երբ ձեր հոշար կամքով ձեզի առաջնորդ և զորակալու գարկեցիք զիս, թող ախորժելի ու պաղծալի
տվին իմ խոսքերը մեծերուց և փոքրերուց աղաչին։ Չվախնանք հեթանոսներ ու պատմություններեն և ոչ այլ մահկանացու մարդու ահագին ծուրիտեն թիգում տարծնենք, որովհետեւ եթե դերը հաղթությունը մեզի թողու, սատկեցնենք անոնց զորությունը և բարձրանա ճշմարտության կողմը։ Վախը թերահավատության նշան է։ Թերահավատությունը մենք շատոնց հեռացուցած ենք մեզ մեկ։ Անոր հետ թող երկրն այլ պահչի մեր մտքերեն ու խորհուրդներեն։ Շնորհակալություն։ Հավաքված ենք նշելու, դոնելու մեր ասկային ամենանվիրական դոները մին, Վարդանանց դոնը, որ հայորամյակները ի վեր մեր ասկի կդոնե ամեն դար։ Պատմապաններու և այլ այսպես կոչված մասնակետներու գարզիկով, Վարդանի և իր զորագիցներու սխրանքը մասնավորապես կարևոր տեխնը չէ։ Ոմանք նույնիսկ կսիրեն ասել, թե բարսկային աղբյուրներում մեջ նշում անգամ չկա անոր մասին։ Կշեշտեն նաև, թե անհաղթանակ իսկ չէ բարին մասնակիտական առումով, որովհետև ըստ պատերազմական կանոններուն հաղթական կհամարվի ան, որ կբահե մարտադաշտը, իսկ ավարարի ճակատամարտի ավարտին մարտադաշտը մնաց Վարսիկ բանակին։ Բայց մենք զայն շարունակենք դոնել ամեն տարի, կանոնավորապես ամեն պայմաններու մեջ, զայն կդոնենք նաև Իրանի մեջ, որ այդ պատերազմի մեր հակառակորդն էր։ Բարև Վիկե։ Բարև Տամար, ինչպես ես։ Շատ լավ, մենք մեծ հաճույքով մտիկ այսօրվա բացկամը Վարդանանցի մասին։ Գիտեք, Վարդանանցի դոնը ինչպես որ սիրքանի մթար անցած է, բայց մենք դակավին այդքի ժողովուրդներեն ենք, որ կդոնենք նաև մեր բարդությունը։ Ուրեմն ինչ է ծեր այսօրվա հագիշտ ծևով ամփոփ բացկամը որ դվիկ այսօր։ Եթե շատ ամփոփելու լանք բարձավես այն էր, որ ինչպես նշանավոր անեկդոտ նագա Վարդանիկի մասին, որուն կհարցեն, թե հաղթեցին, թե բարդվեցան հայերը, ինքը պատասխանեն գրվեցան։ Ինչպես ասի խոսքից մեջ Վարդանանց պատերազմը նշանավոր է այն պատճառով և ժողովուրդը իր ենթագիտակցության մեջ այդ գսկա և այդ բանով է, որ նշանավոր է այն պատճառով, որ Վարդանանց պատերազմը դե մենք թագավոր չունեինք։ Այդգե առաջ եղած բոլոր ճակատամարտները, որ մղած ենք Դիկրամեզենը, Լանգեալ առաջ եւ այլն, բոլորն էլ եղած են թագավորիմը մագանին դակ, հետևելով թագավորիմը։ Երբ որ մենք թագավոր չենք ունեցած, փոխարած ենք թագավորներ, Բարտևները եկած են եւ թագավորած են Արշակունիներու շրջանին եւ այլն, բայց առանց թագավորի պատերազմի տաշ չենք կացած, մինչեւ Վարդանանց պատերազմ։ Բայց Վարդանանց պատերազմը առաջին դեպքն է, որ կփաստե, որ հայը գայացած ինքնությունը այլևս բեք չունի թագավորիմը, որբեսի իր հայելլալ ապացուցե։ Ինքը հայ է, անգախ իր թագավորեն, ասկային ինքնակիդակցության հասնելու մեր վգայականն է։ Եվ մենք հասած ենք այդ գիտակցության, ասկային մեր գիտակցության, կրետ է Եվրոպայեն ասենք 1500 տարի առաջ։ Դակավի մարդիկ չէինք իր ասկի ինչ է, մենք արդեն գայացած ասկ էինք։ Հետևաբար, երբ որ միշտ խնդիր գլա վիջինք երբեն որ Հայաստանը, Հայաստանը ասկ է, թե ասկ չէ, ասկ պետություն հղացք է, մեզի հետ ինչպես կպրնե։ Մենք այդ դժվարությունները ունենք այսօր դեղավորվելու միջազգային նորմերում մեջ այսպես ասենք, միջազգային չափանիշներում մեջ, որովհետև մենք այդ չափանիշները շատոնց ետև ցկած ենք։ 1500 տարի առաջ ենք մյուսներն, որպես ասենք տակցուն, եւ Վարդանանց պատերազմը ադոր ապացույցն է։ Եվ ժողովուրդը ադի գիտե եւ ամեն անգամ նշե, գտնե որ այո, մենք ենք։ Մենք կայացած ենք։ Նույնիսկ հավատքի համար, որ գսեն հավատքի համար գրվեցավ, ովևէ հավատքի համար չգրվեցավ հայը, իր հավատքին համար գրվեցավ։ Ոչ թե ընդհանուր քրիստոնեության համար։ Արդեն իսկ Վարդանանց պատերազմի ադեն մեր եկեղեցին ասկայնացուցած էինք։ Մենք երբ քրիստոնյա եղանք եւ առաջինը մենք քրիստոնյա եղանք ոչ թե որովհետեւ քրիստոնեությունը շատ հրաբուրիչ էր կամ գուզենք որ քրիստոնեական
մեծ ընտանիքի մեջ ծուրվել։ Մենք քրիստոնեությունը ընդունեցինք, որդեգրեցինք եւ ժողովուրդը ադիգա հանդուրժեց, որ մեզ կդարբերեր մեր շրջապատեն։ Մեր դարբերությունը ցույց կտար։ Նույն պատճառով մեր բապ թագավորը անցավ մեկ քայլ ավելի անտին արկիրեց մեր գատողոսին, որ երթա Գեսարիա օձերոս, մենք մեր գատողոս մեր ցերկոբի դոցենք։ Արդեն ասկային եկեղեցի հիմնեց։ Եվ մինչև այսօր այդ է վիճակը։ Այս ամբողջի խդացումն է Վարդանանցը, սիմվոլիկ է։ Ինչպես քիչ առաջ խոսքից մեջ ասի, գերնալա թվանշանները մտածածին են։ Գերնալը օրինակ համար 60,000 գդրիչուն էր իր հետ Վարդանը, ուներ 6,000 տերևս, 1-0 ավելի փախեր է։ Գբադայի։ Բայց նաև բացատրեցիք, որ scientifically, այսինքն այդ տարածքին վրա այդքան զինվոր չէր պահվել։ Զինվոր չէր գնալ պահվել, եւ եթե իսկապես մեկ օր խիստ ճակատամարտ եղավ փիղերու, բաններու եւ այլն եւ զոհերու քանակը, որ գնայք որ 1036 զոհ 60,000 են, համադապար այսին քիչ է։ Հետևաբար 60,000 ուրջացված ծիվ եղած է, բայց ադիգա ինքնին խնդիր չէ։ Բնավ կարևոր չէ, 6,000 եղերին, 60,000 եղերին, հարցը այն է, որ մենք գրվեցանք հանուն վերացական իդեալիմը, ոչ թե թակավորին։ Վիկեն, եթե այդ իդեալը բերենք այսօրվան, ներկա ժամանակներուն, ինչպես կրնանք Վարդան Մամիկոնյանը, ասենք առնել իբր օրինակ եւ հետևիլ իր օրինակին։ Մենք որքան հերու ենք Վարդանները։ Հարցումը դեղին էր եւ միաժամանակ պատասխանն շատ հստակ է։ Գմանա բարձաբես թիդել։ Վերջին 30 տարին, 40 տարին մեր պատմության վրա դիտենք, գսկանք որ բնավ հերու չենք։ Հավատացեք հերու չենք։ Մեր այսօրվա հերոսները, որ երապլուրմը լեցուցած են, այդ 5,000 զոհը, որ մեկ քայլ չնահանջեց 44 օրյա պատերազմին, ասի պետք է էսել, պետք է շեշտամի տովոյ մեկի չսե բանակը չգրվեցավ կամ չեմներ ինչ եւ այլն։ Այդպիսի խոսքերը ամոթ են պերան անգամ առնել։ Երբ որ այդ բանակը, որ նախադեсված էր 2 շաբաթ դիմանալու, մինչև օգնություն հասնի, դիմացավ 6 շաբաթ եւ օգնությունը չհասավ այդպես էլ, ինչ կրնամ սերադորանունը։ Դագավին այդ ոքինգա։ Ոքինգա, թողոյ մեկը չի գարձե, որ այդ ոքին չի գա։ Շատ լավ գա այդ ոքին, ես անցամ բախտ ունեցած եմ հանդիպելու այդ տողոցեն շատերուն հետ, գսկաս որ ոքին հոն է։ Եվ մեղք է, հոևեցեով հագարակը դել։ Այո, վասակներ միշտ եղած են, չերա չասի։ Մեր ամբողջ պատմությունը Վարդանի եւ Վասակի պատերազմ է։ Մեր կյանքի ինքնիր վրա վստահություն չունեցողի եւ ինքնավստահ քաչի բախումն է միշտ։ Մեր աչքին առաջ տեսած ենք Կևոր Չավուշներուն երկի մեջ եկենք, միշտ հաղթեց մեկով անոնց 1000-ին։ Եվ ասի միան բանաստեղծական թրիչ չի, իրական դեպքեր են, երբ որ Գևորգի 2 օքյով 1500 զորքի դեմ ելած է եւ գրծած է ազատիլ։ Երբ որ մեր դղակը Կարամյա 4 տարի 91-ին 95 թուղթի վրա բոլոր հաշիվներ արհամարելով, որ բոլոր հաշիվները թուղթի վրա բիքսեին, որ մենք չենք կրնար հաղթել, ոչ զինամթերք ունենք, պետք է անջա, ոչ ճամփան, աս չունենք, ան չունենք, դերուն ցանկի շատ երկար էր, բայց հաղթեցինք, որովհետև հայ զինվորը դարբեր է։ Հայ զինվորը պետք է ճանչնալ, որ գիտնաս թե ինչ կրնանել այդ հայ զինվորը։ Հայ զինվորին միայն պետք չէ խանգարել։ Եվ գիտեք ինչ հրաշքները գործե։ Դժբախտաբար այս վերջին պատերազմին շատ խանգարեցին հայ զինվորին գործը։ Եվ այդ էր բարդության պատճառը։ Այսինքն մենք ալ իբր ժողովուրդ վարժ չէինք։ Միշտ հայց պատմության մեջ լսած, գարտացած ծորված էինք, որ այո, հայկական բանակը միշտ ավելի քիչ եղած է տիվով, բայց մենք հաղթած ենք։ Այնօր համար ինչպես որ ասիք, այս վերջին պատերազմը շատ ցավցուց բոլորիս։ Շատ ցավցուց, որովհետև զինվորը իր հանձնարարությունն շատ ավելին ըրավ։ Այդ դակը մեկ քայլ չնահանջեցին։ Սպասեցին պիտի հասնի օգնությունը չհասավ, որովհետև այդ մեկ դողանոց հրամանը, որ պետք է էր տար, չկնաց։ Թե ինչու չկնաց,
Անորալ պատասխանը խորհրդարանի մեջ բանդարգած են Հայաստան։ Դեղեկագիրը գազմեցին, դրին փագիտակ մեկի բիճ չի գարտա։ Ինչ եղած է։ Ինչ կնշանակի։ Վարաբի աշխատանքը կլիկատկան 3-4 տարի։ Ուրեմն գամուչնան գործանալու դեղեկագիրը։ Որովհետև վասակներն են։ Ինչպես որ ասիք միշտ կան վարդաններ եւ վասակներ, բայց ամենեն կարևորը այն է, որ այդ ոգին չմերած հայ զինվորի մեջ, հայուն մեջ եւ անոր համարալ պետք է միշտ հույսով մնանք կգարձեմ։ Այո։ Թուրքը շատ պիտի ուզեր որ հայը վերջանա այդ ոգի մերածը լա, բայց ինքն էլ գիտի ամեն անգամ գտեսնա եւ գադաղուտենեն ավելի գադաղի, որովհետեւ հայը ոչխար չէ։ Ինչքան ալ կփորձեն հայեն ոչխար սարքել, ոչխար չէ հայը։ Հայը խոյ է։ Հայուն սիմվոլը խոյն է, որը գրվազան տեսակն է ոչխարին։ Գրվազան եւ համար։ Ինչպես խոյը։ Վիկեն մենք դակավին գրնանք շատ ավելի երկար խոսի, շատ հաճելի էր։ Շատ շնորհակալ ենք այս արիթին համար եւ ցեզի հաջողություն կմաղթենք։ Շնորհակալություն Թամար եւ մաղթեմ որ հաջորդ անգամ ավելի լայն հաղթանակներու մասին խոսենք։ Ճուճե։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այհայտյաս մեզի շարեն, զիկո է արկայություն և զորություն և փառք հավիտյան ես հավիտենից ամեն։ Ամեն արան դու խաշարի, դարի և իմ բարձրացուցի,